Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավվելը, կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը, որպես քրեորեն պատժելի արարք կա նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Թրաֆիքինգի դեմ պայքարը որպես կարևորագույն գործառույթ մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Նյութական կախումը կամ վախը երբեմն մարդուն, իրավական լեզվով ասած տուժողին, ստիպում է լռել, ինչն առավել բարդացնում է ոստիկանների գործը։ Չարագործների թիրախում են սոցիալապես անապահով, գոյության խնդիրը դժվար լուծող անձինք։ Կա հիմնական երկու սցենար։ Առաջինը, երբ ապագա տուժողին ոսկի սարեր են խոստանում ու ծուղակը գցում, երկրորդը, երբ տուժողն ինքն է օգնություն խնդրում ու ճահճում հայտնվում։ Վերջինի օրինակ արձանագրվեց ոստիկանության Հրազդանի բաժնում հոկտեմբերի 26-ին։ Ոստիկանները տեղեկացան, որ աշտարակ Եղվարդ ավտոճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդան քաղաքի մի բնակչուհի։ Կինը 5 երեխա ուներ եւ ծանր պայմաններից դրդված անցյալ տարվա դեկտեմբերից ամսական 30,000 դրամ աշխատավարձով կտվորհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում։ Ըստ ոստիկանների տեղեկության ֆերմայի սեփականատերը օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուռճացված պարտքի եւ սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը վերցրել էր նրա անձնագիրը եւ բռնությամբ ու դրա սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկում։ Անթույլատրելին կանխելու ուղղությամբ անմիջապես միջոցառումներ ձեռնարկվեցին։ Բաժին հրավիրվեց տուժած կինը։ Օրենքով սահմանված անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողները նրա հետ մեկնեցին անասնաֆերմա։ Զրուցեցին սեփականատիրոջ Պռոշյան գյուղի բնակիչ 1962 թվականին ծնված Արշալույս Պետրոսյանի հետ։ Նա ոստիկաններին հայտնեց, որ կինն ինքն է ապրելու տեղ ու աշխատանք խնդրել։ Ապրելու համար հատկացրել է վագոն տնակ, բայց կտվորհու աշխատանքից գլուխ չի հանել։ Եղբոր հետ, որը Պետրոսյանի հովիվն էր, ապրել է նույն տնակում։ Ոստիկանները պարզեցին, որ նույն պատրվակով ու սպառնալիքներով գումարած նաև անասունների կորստի ուռճացված պարտքը հովիվը նույնպես աշխատանքային շահագործման է ենթարկվել։ Տուժած երիտասարդը նույնպես ոստիկանություն չէր դիմել, պատճառաբանելով. Այդ վախենում է։ Ոստիկանները փորձեցին պարզել կնոջից անձնագիրը վերցնելու փաստի հանգամանքները։ Քաղաքացին գտնում էստեղ հետ է պահանջում իր անձնագիրը։ Դուք հրաժարվում եք դրանից։ Երբ մենք էսի հիմա Հարկ է նշել, որ գոյություն չունի որևէ օրենք, որը թույլ է տալիս պարտքի դիմաց վերցնել քաղաքացու անձնագիրը։ Ոստիկանները պարզաբանումներ արեցին եւ արձանագրություն կազմեցին։ Փաստի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Սակայն գործը միայն աշխատանքային շահագործումով չէր ավարտվել։ Ոստիկանների օրինական գործողություններից դժգոհ անասնաֆերմայի աշխատակիցները որոշ հայտարարություններ հնչեցրին, որոնց կողքով ոստիկաններն անտարբեր չանցան։ Անասնաֆերմայում իրականացված անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո ոստիկանները տուժող կնոջ հետ վերադարձան բաժին, նրանց արդեն այլ հարցեր հետաքրքրում։ Աշխատանքային շահագործման փաստով տուժող համարվող Սահականուշ Կարապետյանն արդեն կասկածյալ էր։ Պարզվեց, որ Կարապետյանն իրականում ոչ թե 5, այլ 6 երեխա է ունեցել։ Վերջինին հենց ծննդատանը նյութական շահագրգռվածությունից ելնելով հանձնել է մի տղամարդու։ Մեր ծանոթից դիմեց ասաց, եթե դու չես կարելու պահես այդ երեխուն, որպեսզի չընկնի փողոցները, չընկնի մանկատանք ու չկդառնա բոմժ, կոպիտ ասած։ Մեկ էլ խուժանության չգնա էլի, իրան փրկելու համար, ասաց իմ հորքուրից տղան երեխա չունի 15 տարի, վերտանք իրան։ Ես բահ մտածեցի, համաձայնվեցի իր ասածներին, առաջարկին համաձայնվեցի։ Ոստիկանները բաժին հրավիրեցին նաև միջնորդին, որը Կարապետյանի ծանոթն էր եւ երեխայի հայրությունը ճանաչած տղամարդու ազգականը։ Այդ կնոջ հետ խոսացել եմ, ինքն ասել է ես մեծ աճուկով երեխայից կտամ իրան, որ բարեկեցիկ կյանքով ապրին երեխան։ Սահականուշ Կարապետյանը ոստիկաններին հայտնեց, որ տղամարդը որպես շնորհակալություն օգնել է իրեն ստանալ 6-րդ երեխան ունենալու համար օրենքով հասանելիք 430,000 դրամ միանվագ գումարը։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։